Արդեն երկրորդ օրն է Հայաստանը հայտնվել է կտրուկ եղանակային պայմանների հարվածի տակ։ 3 հունիսի 14-ին Շիրակի մարզում ուժեղ քամին ու կարկուտը զգալի վնաս էին հասցրել գյուղատնտեսությանը, իսկ այսօր հունիսի 15-ին աղետը տեղափոխվել է Արագածոտնի մարզ։ Ապարանում առավոտյան ժամերին արձանագրվել է քամու ուժգնացում, որին հաջորդել է հորդառատ անձրև ու կարկուտ։ Տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են տանիքների թիթեղները պոկվում, ծառեր կոտրվում, իսկ փողոցում մարդկանց անվտանգությունն իրական վտանգի տակ է հայտնվում։ Ըստ տեղաբնակների, քամու ուժգնությունը նման է եղել պտտահողմի, ինչը Հայաստանում խիստ հազվադեպ է։ Շատերն իրենց աչքով են տեսել, թե ինչպես է ուժեղ քամին մխրճվում տների մեջ, քանդելով տանիքներ ու վնասելով մեքենաներ։ Բարեբախտաբար, ըստ նախնական տվյալների, զոհեր և ծանր վիրավորներ չկան, սակայն նյութական վնասները զգալի են։ Այս երևույթը, ըստ մասնագետների, ոչ միայն կապ ունի գլոբալ կլիմայական փոփոխությունների հետ, այլ նաև վկայում է այն մասին, որ արձանագրվող կտրուկ եղանակային փոփոխությունները, այդ թվում պտտահողմերը, ուժգին քամուները, կարկուտը և հորդառատ անձրևներն, ըստ մետեոմասնագետների, կապված են գլոբալ կլիմայական փոփոխությունների հետ։ Հայկական լեռնաշխարհը հիմնականում հայտնի է իր կիսաչոր լեռնային կլիմայով, բայց վերջին տարիներին ավելանում են օդի խոնավությունը, ջերմաստիճանի կտրուկ տատանումները և ճնշման անկայուն տարբերությունները։ Դրանք ստեղծում են այնպիսի պայմաններ, որոնց դեպքում հնարավոր են պտտահողմեր, հատկապես դաշտային կամ բաց տարածքներում, ինչպես օրինակ Ապարանն է։ Տարածվել են բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ երևում են պոկված տանիքներ, կոտրված ծառեր, փողոցներում կուտակված ջուր ու ցեղ, մարդիկ, որոնք իրենց տներն արագորեն լքում են անվտանգությունից ելնելով։ Մի օգտատեր գրել է. «Էսպիսի բան Հայաստանում չէի տեսել, քամին բառացիորեն տան վրայից պոկեց տանիքը, երեխաս վախից լաց էր լինում»։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրատապ գծերն արդեն խիստ ծանրաբեռնված են, իսկ փրկարարական խմբերը աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Արագածոտնի և Շիրակի մարզերում ակտիվացվել է բնակավայրերի վերահսկողությունը, տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է անհապաղ արձագանքել բոլոր ահազանգերին։ Ըստ եղանակային կանխատեսումների, հունիսի 16-ին հնարավոր է կարճաժամկետ կայունացում արևային շրջաններում, սակայն հուլիսի կեսերին կրկին ակնկալվում են ջերմաստիճանի կտրուկ բարձրացում և խոնավության աճ, ինչը կարող է կրկնել այսպիսի երևույթները։ Ինչ անել նման իրավիճակներում։ Հետևել արտակարգ իրավիճակների նախարարության հրահանգներին, չմոտենալ բացված էլեկտրալարերին կամ վնասված շինություններին, ապահովել երեխաներին և տարեցների անվտանգ տեղավորում, տեղեկացվել պաշտոնական աղբյուրներից, ոչ թե սուտ լուրերից։ Այս պահին Հայաստանում տեղի ունեցողը պարզապես տեղային վատ եղանակ չէ, սա ահազանգ է կլիմայի փոփոխության իրական ազդեցության մասին, և եթե նախկինում պտտահողմը ֆիլմերում էինք տեսնում, ապա այսօր այն արդեն մեր բակերում է։ Հետևեք զարգացումներին, եթե ունեք տեսանյութեր կամ վկայություններ, կիսվեք, որպեսզի բոլորը լինեն իրազեկ։ Ապարանում ուժեղ քամուց տանիքի թիթեղներ են պոկվել, այս մասին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Ողջ Հայաստանում եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ իրավիճակ է, ուժեղ քամի, հորդառատ անձրև, տեղացած կարկուտ։ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ուղղակի տանիքները պոկվել են, վնասվել ավտոմեքենաներ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից տեղեկացրել են եղանակի կանխատեսման մասին առաջիկա օրերուն։ Երևանում հունիսի 15-ին կեսօրից հետո 16-ի գիշերը և երեկոյան ժամերին 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ, հունիսի 16-ի ցերեկը 17-ի գիշերը 18-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 15-ին կեսօրից հետո 16-ից 18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 15-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-ից 24 մետր/վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը 16-ին աստիճանաբար կնվազի 4-ից 7 աստիճանով։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից էլ տեղեկացնում են, որ փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին։ Հունիսի 15-ին ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր, վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ Նշենք նաև, որ Շիրակի մարզի համայնքներում ստեղծվել են քամու և կարկտի վնասները կույքագրող հանձնաժողովներ։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի հանձնարարությամբ քամու ու կարկուտի վնասները կույքագրելու ամբողջական պատկերը կազմելու նպատակով մարզի բոլոր համայնքներում ստեղծվել են տեղային հանձնաժողովներ, որոնց կմիանան մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, ինչպես Armenpress-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, Շիրակի մարզպետն անցկացրել է արտակարգ խորհրդակցություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսի 14-ին արձանագրված ուժեղ քամու տեղացած կարկուտի հորդառատ անձրևի հետևանքները կույքագրելուն և հնարավորինս շուտ վերացնելուն առնչվող հարցեր։ Հունիսի 14-ին ժամը 19-ից սկսված ուժեղ քամին ու պտտահողմը զգալի ավերածություններ են առաջացրել մի շարք համայնքներում։ Ուժեղ պտտահողմը 17-32 մետր/վայրկյան արագությամբ քամին Գյումրի և Արթի քաղաքներում տանիքներ է վնասել, ծառեր արմատախիլ արել։ Մեծ Մանթաշ, Գետապ, Գեղանիստ, Հոռոմ, Արևշատ, Նոր կյանք, Անուշաբան, Պեմզաշեն գյուղերում վնասվել են բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Մարզի մի շարք բնակավայրերի ցանքատարածությունները ըստ ահազանգերի տուժել են տեղացած ուժեղ կարկուտից։